Բարի երեկո սիրելի հեռուստադիտող 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Հայաստան խմբակցության պատգամավոր, Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Գառնիկ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, օգտվելով առիթից ավանդույթ դարձած մեր ողջունները հղենք անազատության մեջ գտնվող մեր ընկերների, մեր հայրենակիցների, քաղբանտարկյալների, որոնք որ այս օրերին իշխանության բռնաճնշումների արդյունքում գտնվում են քրեակատարողական հիմնարկում, հատկապես ուզում եմ իմ ողջույնի եւ զորակցության խոսքը հայտնել Բագրատ Սրբազանին, որին օրերս այցելել եմ, իր նաեւ ողջունները եւ նաեւ իր աղոթքներն էր փոխանցում մեր ժողովրդին, մեր հանրությանը։ Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը, ինչ է ընդհանուր առմամբ մտածում ստեղծված իրավիճակի շուրջ։ Սրբազանի տրամադրությունը շատ բարձր է, շատ լավ է։ Գիտեք, որ Սրբազանը այն մարդկանցից չէ, որ տրտնջում է կամ իր նաև բոլոր այս ամբողջ այս ընթացքում տեղի ունեցող բոլոր այդ դեպքերով, իրադարձություններով պայմանավորված, ես ուղղակի հիանում եմ իր կամքի տոկունության, ուժի եւ ամբողջ օրը անցակացնում աղոթքների մեջ եւ նաեւ նոր այսպես ասած լեզուներ ասովորում իր մի քանի լեզուների իմացությունը ավելացրել եւս նաեւ մի քանի լեզուներով եւ այս ուղղությամբ ուզում եմ նաեւ ասել, որ հիացած եմ իր նաեւ ոգու տոկունությամբ եւ եւս մեկ անգամ առողջություն եւ շուտապույտ ազատ արձակում Սրբազանին եւ բոլոր քաղբանտարկյալներին։ Աստված օգնական Սրբազանին եւ բոլոր քաղբանտարկյալներին։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի շատ բուռն, էմոցիոնալ ու պորտկուն ելույթներին ազգային ժողովում։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը հաջողացրել է վիրավորել Հայաստանի բնակչության մի մեծ զանգվածի մեջ բերեմ իր խոսքը մոտավոր։ Եթե ուժեղ Հայաստան կուսակցությունը, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է Հայաստանում այնքան շուն ու շանգյալ կա, որ Հայաստանում իրենց օգտին կարող են քվեարկել։ Ինչ է սա նշանակում։ Գիտեք ոնց թվում էր, թե այս մարդը բարոյականության բոլոր սահմանները արդեն վաղուց հատել է եւ նոր ինչ որ այսպես ասած վիրավորական կամ աբսուրդ կամ այս խեղկատակ հայտարարություններով էլ չի կարող զարմացնել, որովհետև այս ընթացքում բավական լիուլի խոսել այս թեմաներով, բայց արի ու տես, որ հերթական իր այսպես ասած նշաձողը բարձրացեց եւ մեր 100 հազարավոր հայրենակիցների, որոնք որ իրենց քվեն տալիս են ընդդիմադիր ուժերին, եւ որոնք ավելի շատ են, քան իր կողմնակիցները, այո, սոցհարցումների համաձայն։ Այո, եւ սոցհարցումների համաձայն եւ վերջին հանրապետական ընտրությունների արդյունքներով օրինակ Հայաստան դաշինքը 270,000-ից ավել քվ է ստացել եւ բնականաբար այս արդեն այս սոցհարցումները նաեւ վերջին սոցհարցումների տվյալներով ընդդիմությունը շատ ավելի շատ քվներ ունի, քան իշխող կուսակցությունը եւ դա իր մոտ ցնցումներ է առաջացրել եւ հիմա ուղիղ վիրավորում է մեր 100 հազարավոր հայրենակիցներին 100 հազարավոր հայրենակիցներին, որոնք իրեն մերժում են տոտալ, 100 հազարավոր մեր հայրենակիցների, որոնք որ իր երեսին ասում են այն ամեն ինչ որ մտածում են, այդ ամբողջ իր քարոզարշավի չհայտարարած քարոզարշավի ընթացքում գիտենք որ հարյուրավոր նման առիթներ ա եղել Նիկոլ Փաշինյանի երեսին ասելու այն ամեն ինչ որ մտածում են։ Եվ սա իր մոտ առաջացրել ջղաձգումներ, ցնցումներ, եւ հիմա եկել է ազգային ժողովի ամբիոնից, երկրի թիվ 1 ամբիոնից վիրավորում է սեփական ժողովրդին այն 100 հազարավոր մարդկանց կրկնում եմ, որոնք իրեն մերժում են կամ չեն ընդունում։ Սա ուղղակի խելագար մի իրավիճակ է եւ ցույց է տալիս իր ոչ adekvat լինելը։ Այս մարդը հասկանում է, որ այլևս իր գնացքը գնացել է եւ ուրիշ իր զինանոթում ուրիշ գործիք չկա, քան սեփական հայրենակիցներին նման կերպ ասել, ես բառեր չեմ գտնում ուղակի նկարագրելու այս մարդու բարոյահոգեբանական վիճակը, այս մարդու արժե համակարգը, այդ որ ասում է սիրում եմ մեր հայրենակիցներին, խոնարհվում եմ մեր հայրենակիցների առջև, մենք տեսնում ենք, որ իրան ցանկացած մարդ իրեն որ չի ընտրում կամ չի ընդունում, այդ մարդը ուղիղ ասում է, որ այդ մարդիկ շուն ու շանգյալ են։
Իսկ ովքեր են իր հայրենակիցները, այստեղ հարց է առաջանում, պարոն Դանիելյան։ Դե իհարկե սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, այս մարդը ինչ կապ ունի հայ ժողովրդի հետ, ինչ կապ ունի արժե համակարգի հետ, ինչ կապ ունի մեր եկեղեցու հետ, մեր ավանդույթների հետ, մեր աշխարհասփյուր հայության հետ, բոլոր տեղեր բաժանարար գծելով, սև ու սպիտակ անելով, մարդկանց թշնամանքի մեջ պահելով, պառակտելով, ընտանիքներ մտնելով, բոլոր անհնարավոր եւ անհնարին բոլոր գծերը անցնելով, այս մարդը հիմա էլ արդեն բոլոր չափ ու սահմանները անցնել է։ Սա պետք է ուշադիր լինեն եւ հետեւություններ անեն մեր այն հայրենակիցները, որոնք որ պատրաստվում են քվետան Նիկոլ Փաշինյանին։ Վաղը, եթե դուք քվետակ Նիկոլ Փաշինյանին, ուրեմն ձեր հարևանին, բարեկամին, ընկերոջը, չգիտեմ, գործընկերոջը, այն որ չի ընտրել Նիկոլ Փաշինյան կամ ընտանիքի ուրիշ անդամի, այսօր գիտենք որ նաև ընտանիքների մեջ տարբեր դիրքորոշումներ կան, օրինակ ձեր ծնողին կամ ձեր եղբորը, ձեր հարազատին ու բարեկամին ուղղակի ասում է Շունու Շանգյալ։ Դուք էլ դրանով համաձայնություն եք տալիս այդ ձևակերպ, այդպես է ստացվում։ Դուք էլ ուրեմն մասնակցում եք այդ ներազգային պառակտմանը։ Պարոն Դանիելյան, բայց Նիկոլ Փաշինյանը ոչինչ պարզապես այնպես չի հայտարարում։ Հիմա սա հայտարարել է գնդակը նետելով ձեր դաշտը, որպեսզի ընդդիմությունն էլ այս օրակարգով շարժվի, թե ընդդիմությունը այս օրակարգը կմերժի, բայց ժողովրդի մեջ նորից պառակտում կմտնի։ Ընդդիմությունը բնականաբար այս օրակարգը ընդունել չի կարող, որովհետև մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ մեր նպատակը համերաշխությունն է, մեր նպատակը հասարակության մեջ բաժանարար գծերի վերացումն է, մեր նպատակը դա նա է, որ Հայաստան, Արցախ, Սփյուռք գերամիացնությունն է, մեր քույրերի եղբայրների հետ համատեղ աշխատանքն է, տնտեսական ծրագրերի, կրթական ծրագրերի, անվտանգային ծրագրերի համատեղ աշխատանքն է, այդ մարդկանց ներգրավումն է այդ աշխատանքների մեջ։ Մեր նպատակը հայ առաքելական Սուրբ Եկեղեցին անսասան պահելն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը նաև նախընտրական ծրագիրը հենց նույն մեր սրբության սրբոց հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կազմակերպումն է։ Մեր նպատակը դա մեր եւ հերոսական էջերի արժևորումն է, նաեւ մեր ողբերգության նկատմամբ հարգանքի դուրք մատուցելն է, օրինակ ցեղասպանության զոհերի հիշատակի մասին է խոսքը, որ իրենք մերժում են, բայց իրենց նպատակը հենց մեր ազգային արժեքների դեմ անողոք պայքարն է, անողոք ամենօրյա իր պայքարը, մեր նպատակը մեր սահմանադրության, մեր անկախության հռչակագրի անսասան պահելն է, իրենց նպատակը այդ ամեն ինչը ոչնչացնելն է, մեր նպատակը այն է, որ Հայաստանը լինելով փոքր երկիր չդարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հակառակն է, Հայաստանը դարձնել մի վառվող տակառ, բարոթի տակառ, որ ամեն վայրկյան, ամեն րոպե կարող է պայթուն տեղի ունենալ։ Շատ փորձագետներ ասում են, դա նրան արդեն հաջողվել է։ Իհարկե դա նրան հաջողվել է, հիմա ազգային ժողովի ամբիոնից ինչքան էլ անհետեցություններ ասի, որ ինչ-ինչ մարդիկ խաթարում են, օրինակ հայ-ռուսական բարեկամությունը, մենք ուղղակի երեսպաշտության մաստեր կլաս է, այսինքն ինչ է նշանակում, երկրի ոչ բարով իշխանության ղեկը ստանձնած մարդը հարաբերությունները վատ թարացնում է, մեղմ ասած վատ թարացնում է, այդ վատ թարացումը արդեն հասել է թշնամական, արդեն գրեթե թշնամական իրավիճակի, դրա մասին նաև խոսեց իր վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ տնտեսական կապերի վերացման, մեր 2 միլիոնից ավել մեր հայրենակիցների հետ կոմունիկացիայի բացակայության, այս ամեն ինչը բերել է այս իշխանությունը, բայց մեղավորը բարձրացնում է ուրիշներն են, մասնավորապես մեղավորը ուրիշներն են, ոնց որ պատերազմն է, չէ, իր համար Արցախի կորուստը դա ինքնիշխանություն ձեռքբերումներ, իր համար ողբերգությունը հազարավոր մեր երիտասարդության զոհելը դա
հաջողություն էր, չգիտեմ ինչ էր, խաղաղության հասնելու ուրեմն ուղիներ եւ ճանապարհներ, այսինքն տարածքային զիջումները իր համար օրինակ դա սահմանազատումն ու սահմանագծումներ, ոնց որ ասեց Կիրանցի պարագայում, չի ասում էր, գիտեք ինչ, հիմա մենք ուրախ ու երջանիկ ենք, մեր երեխաները 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, 50 մետր հեռավորության վրա դպրոց են գնում։ Ադրբեջանցիների դիրքերից։ Այո, ադրբեջանցի դիրքերից եւ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։ Այն ադրբեջանցիների, որոնք որ հիմա էլ չեն թաքցնում արևմտյան Ադրբեջան կոնցեպտը եւ ID քարտերի հետ կապված հայտնի պատմությունը, իրենց նկարտումները, այո, միջազգային հարթակ են դուրս եկել եւ հիմա էլ արդեն այսպես կոչված ադրբեջանցիների ցեղասպանության հարցն են բարձրացնում։ Իրենք հայերին կոտորել Արցախում եւ Ադրբեջանի հայաշատ քաղաքներում, բայց բարձրի որ հակառակն է եղել։ Այո, հիմա դուրս է գալիս, որ հայրենահանձնումը իրենք ձևակերպում են որպես մի կարևորագույն իրադարձություն, շրջադարձային իրադարձություն դրական իմաստով Հայաստանի Հանրապետություն։ Սա ուրեմն ուղղակի խելագարության հասնող թեզեր են, փորձելով մեր հայրենակիցներին ելի եւս մեկ անգամ մոլորության մեջ գցելու։ Այն մարդիկ, որոնք որ այցելում են Տավուշի մարզ, այն մարդիկ, որոնք որ Կիրանցով անցնում են, դա այդ ամոթի պատի կողքով ամեն անգամ անցնելուց, որտեղ որ փողփողում է Ադրբեջանի դրոշը եւ որտեղ որ ուղիղ նշանառության տակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ցանկացած երթևեկող մեր քաղաքացի, չի կարող բացի ամոթից որևէ մի ուրախության եւ հպարտության զգացում ունենա։ Ինչի վրա ես ուրախանում, երբ որ հսկայական տարածքներ նվիրաբերել ես Ադրբեջանին։ Որն է քո ուրախության եւ ցնծության պատճառը։ Խաղաղությունը, պարոն Դանիելյան, ասում է, չի հաստատված է խաղաղությունը։ Հիմա կանք դրան թե ինչ մանիպուլյացիաներ է օգտագործում խաղաղություն ասելով։ Այս մարդը 10-ից ավելի փոքր ու մեծ պատերազմներ ա բերել Հայաստանի Հանրապետության գլխին։ Ինքն է բերել։ Այո, ինքն է բերել։ Բայց ինքը ընդդիմություն է անվանում երրորդ քառագլուխ կուսակցություններ։ Միմիայն ինքն է բերել, իր պատասխանատվության տակ ա եղել այդ ամեն ինչը, ինքն է բանակցային գործընթացը ձախողել, ինքն է գնացել բոլոր տեղեր ասել, որ ես սկսում եմ զորական կետից, ինքն է այն անձնավորությունը, որ ասում է, մեկ կլինի, որ կասկածի իմ գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողության հետ։ Մենք տեսանք, թե այդ նույն գերագույն գլխավոր խեղկատակը ոնց է թաքնվում բունկերներում եւ ոնց է հազարավոր մեր երիտասարդների զոհում, անունը դնելով հանուն ոչնչի։ Սա ինչա, եթե ոչ մի փոքրոքի մարդու անձնական աթոռը պահելու անհագուրդ ձգտումներով եւ նպատակներով մի իրավիճակ, որը որ մենք հիմա այս իրավիճակով պայմանավորված պետք է լրջագույն մտորելու եւ մտածելու տեղիք ունենանք։ Ի վերջո ընտրությունները սարի հետևում չեն եւ ինչ ա ուզում ես մարդը քվետան այս ոչ բարով ղեկավարին, որ Հայաստանի էջներ փակի, ինքը դրա մասին արդեն բացեբաց հայտարարում է։ Սահմանադրության մասով էլ հրապարակում եղավ մամուլում, որ այնպիսի փոփոխություններ են լինելու, որոնք շոկային են լինելու հայերի համար։ Իհարկե, ինչի մասն է խոսքը, ավտորիտար արդեն դիկտատորական հակումներով մարդը, որը որ խոսում է ազատ արդար թափանցիկ ընտրության մասին, գիտենք որ 18 թվականին ինչ հայտարարություններ էր անում, ասում էր ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրքը փոփոխությունը դա անհնար բան է, որ տեղի ունենա, դա ճիշտ չի, դա ժողովրդավարական չի, կուսակցությունները ինչ կմտածեն դրա մասին եւ այլ, տեսանք, որ ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիր կա փոփոխում։ Ինչ Վենետիկի հանձնաժողով, ինչ ընդդիմադիր կուսակցություններ, ինչ բան։ Կարծես եվրոպացիներին այնքան էլ չհուզեց, այո, որ ԿՊ-ի падգամավորները ծաղրական տոնով էին խոսում Վենետիկի հանձնաժողովի։ Իհարկե, սա ապտակ էր, ուղղակի Վենետիկի հանձնաժողովին շարաչուն ապտակ էր։ Ժողովրդավարությունից խոսող մարդը ասում է, ես ժողովրդավար ազատ արդար թափանցիկ ընտրություններ չէ,
Մենք հիմա տեսնում ենք ինչ բռնաճնշումների է ենթարկվում ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը եւ ինչա ինքը իրականացնում իր քարոզարշավի շրջանակներում։ Դանիելյան, քանի որ խոսեցինք Վենետիկի հանձնաժողովից, խոսենք արդարադատության համակարգի մասին, Նիկոլ Փաշինյանի հերթական աղմկահարույց հայտարարության մասին։ Նա ասում է, որ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ Հայաստանի արդարադատության համակարգում, խոսում է ատենակալների ինստիտուտի մասին եւ ասում է, որ արդարադատությունը պետք է իրականացվի ժողովրդի ձեռքով, ժողովրդի ցանկությամբ։ Այո, դե ժողովուրդ ասելով մենք գիտենք ինքն իրեն նկատի ունի, դա բազմիցս ապացուցվել է, այնուամենայնիվ, այսինչ վիրահատական միջամտության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Մի մարդ, որ եկել է իշխանության, վնգստացող դատավորներ ասելով, դատարանները շրջափակելով, տենց դատավոր կա, որ իմ ասածը չանի հայտնի արտահայտությամբ, այնուհետև իր այս ամեն ինչը կատարելագործելով եւ արդեն SMS հաղորդագրություններով, BDX WhatsApp-ով, BDX եւ նաեւ ուժային տարբեր կառույցների, որը իբր թե պիտի անկախ լինեին, այդ մարդկանց աշխատանքից ազատելով, այդ մարդուց ինչ է կանգնկալում դատական համակարգից։ Կարող եք ինձ ասել։ Ինչ դրական բան պետք է անի։ Այս ամեն ինչը մեր գլխին բերողը, նաև դատական համակարգը ամբողջությամբ իշխանական, ուրեմն կան իհարկե անկախ դատավորներ, բայց մեծամասամբ նույն վախի մթնոլորտը նաև դատական համակարգում կա։ Եվ այն ազատ անկաշկանդ դատավորները, որոնք որ հանդես են գալիս, միանգամից մի քանի նկատողությամբ աշխատանքից ազատվում են։ Բացի դատավորները, այստեղ խոսք չի գնում նաև ամբողջ արդարադատության համակարգը մի մարդու ձեռքում կենտրոնացնելու մասին, այսինքն ըստ իր ցանկության կամ ովքեր են լինելու այդ ատենակալները։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահն էլ ինքը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ ինքը, կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահն էլ ինքը, քննչական կոմիտեի ղեկավարն էլ ինքը, դատախազն էլ ինքը, ամբողջ համակարգը ինքը հետեւյալ այն հայտնի իր արտահայտությամբ կառավարությունը ես եմ, սահմանադրությունը ես եմ, դատարանը ես եմ կայացնում այդ որոշումները միանձնյա, այդ որոշումները կայացնողը ես եմ եւ Հայաստանի Հանրապետությունում, եթե կա որևէ մեկը, որը որ իմ կարծիքին այլ կարծիք կարող է հայտնել, ինքը լավագույն դեպքում դիմագրում աշխատանքից ազատվում է։ Իսկ մյուս բaragայում հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Հավասիկ նաեւ հայրաքելական Սուրբ եկեղեցու արշավն էլ այդ շրջանակում։ Ինքը մտածում է, որ ինքն էլ կարող է համատեղի այդ եւ վարչապետի պաշտոնը եւ կաթողիկոսի պաշտոնը։ Ես սա բանով չեմ ասում, սարկազմով չեմ, այս մարդը խելագար է, այս մարդու նպատակը մեկն է, մեկ անձի դիկտատուրա սահմանի Հայաստանի Հանրապետությունում եւ այդ մեկ անձին կարգի արքայից արքա ինքը իրեն թակավոր ազգում, ինքը իրեն համարում է, որ եւ Աստծո կողմից է ընտրված, եւ ինքը այն մարդն է, որ կարող է խառնվել անգամ, չգիտեմ, ընտանիքի գործերին, խառնվել բոլոր գործերին, ինքը մեզ ասի ինչ ուտել, ինչ անել, ոնց ապրել, սա, չգիտեմ, էլի ինչ անուն տանք, բայց գլոբալ առումով վերցրած սա մի քաղաքական խեղկատակություն է։ Եվ այդ քաղաքական խեղկատակությունը շատ ծանր լինել է ստորագրել։ Իհարկե սա այս հետևանքները, եթե մենակ իրեն վերաբերել լիներ, դե կասենք ժողովրդական լեզվով ջահանդամ, գնա ինչ ուզում ես քո հետ արա, դա քո անձնական գործն է, բայց դու երկրի ճակատագրի հետ ես խաղում։ Դու խաղում ես 100 հազարավոր մեր հայրենակիցների ճակատագրի հետ։ Քու անհեռատես եւ ցնդաբանական որոշումները բերում են հասնում Հայաստանը կոլապսի առջև։ Մեր դաշնակիցների հետ հարաբերությունից սկսած մինչև ուրեմն Հայաստանի ներսում համերաշխության մթնոլորտի դրա մասին քիչ առաջ խոսել ենք, ասել ենք։ Ակտիվ հանդիպումներ եք ունենում մարդկանց հետ։ Այո։ Մարդկանց մոտ այդ սթափությունը արդեն կա, պատերազմից հետո առաջացած ցավի, հիասթափության, այդ սարսափելի ապրումներից հետո հասկանալի էր, որ որոշակի ստուպրի մեջ էր հայտնվել հանրությունը։ Հիմա ինչ վիճակ։ Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը դեմ այս իշխանությանը։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի ուզում անգամ հերոստացույցը միացնել եւ տեսնել իր պատկերը։ Եկել է մի իրավիճակ հասունացել, որ այս անձնավորությունը ուղակի մարդկանց նյարդերի վրա ազդում է։
Ես իմ անձնական շփումների արդյունքում եմ եկել նաև այդ եզրակացության։ Բայց այստեղ մի հետաքրքիր մարտավարություն ա կիրառում իշխանությունը։ Տեսեք ինչ ան, ինքը ուզում է իր փոքր էլեկտորատը, որը որ անկախ ամեն ինչից, ինչ քայլի էլ գնա, Հայաստանն էլ կործանի, Արցախն էլ կործանեց, ինչ ուզում անի, ոչ ժողովրդավար լինի, ոչ նորմալ բանակցություն վարի, ոչ չգիտեմ տնտեսությունը զարգացնի, կա մի փոքր հատված, որը կամ կերակրատաշտից օգտվում է, կամ մոլի երկրպագում է եւ ինչ էլ անի կրկնում եմ համաձայնությունը։ Փրկիչ են համարում, այո։ Այդ փրկիչը որ կա լինի իշխանության եւ ինքը փորձում է մոտիվացնի այդ էլեկտորատին, որ տանի ընտրատեղամաս վարչական ռեսուրսի կիրառմամբ, տարբեր խոստումների, մենք տեսնում ենք։ Այսինքն ինքը մի իրավիճակի է հասել, որ ստիպված է իրեն հավատարիմ էլեկտորատին մոտիվացնել հասնել ընտրատեղամաս։ Այո, իր միակ այսօր շանսը դա իր էլեկտորատին մոտիվացնել եւ ընդդիմադիր էլեկտորատը, որը ճնշող մեծամասնությունն է, դեմոտիվացնել։ Ինքը հիմա գնում է այդ ճանապարհով դեմոտիվացնել ընդդիմադիր կրկնում եմ, որը որ ճնշող մեծամասնություն է կազմում եւ ասել որ գիտեք ինչ կա, մենք արդեն հաղթել ենք, մենք ոչ գլուխներդ պատին եք տվել, դուք չեք հաղթել, դուք չունեք հանրային վստահություն, ձեզ ոչ մեկ չի վստահում, ձեզ հետ իրենց ապագան կապող չկա, ասեցիք ապագա կա, մենք հայտնվեցինք մի իրավիճակում, որ Հայաստանը արդեն հեռանկարների առումով բավականին ողբալի իրավիճակի մեջ է։ Եվ հիմա ինչա գալով նրան, ինչա սրա նպատակը։ Այդ մարդկանց ամեն կերպ հիասթափեցնել չգնալ ընտրությունների։ Հիասթափեցնել եւ եւս մեկ անգամ հիասթափեցնել։ Ստացվում է։ Վախեցնել եւ եւս մեկ անգամ վախեցնել։ Վախ եւ հիասթափություն։ Որպեսզի մարդիկ չուզեն գնալ ընտրությունների, ասելով որ մեկը, չգիտեմ, ընտրությունների արդյունքում բան չի փոխվում, մեկը իրենք են էլի վերարտադրվելու, ինչ էլ լինի ինքը իշխանությանը, ոչ սիրելի հայրենակիցներ։ Ես հիմա դիմում եմ մեր հայրենակիցներին, դուք պիտի ակտիվ մասնակցեք էլեկտորալ պրոցեսներին։ Ձեր ցանկացած քվեն դրական կամ բացասական իմաստով, դրական իմաստով ընդդիմությանը, բացասական իմաստով իշխանությանը ազդելու է մեր երկրի հետագա ճակատագրի վրա, ազդելու է մեր երեխաների, մեր ընտանիքների ճակատագրի վրա։ Անձամբ մեր ճակատագրի վրա։ Իհարկե, սա ճակատագրական ընտրություններ են եւ ջրբաժան է Հայաստան լինելու թե չլինելու։ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ մեր հարաբերությունները վերականգնելու թե հակառակը, այդ հարաբերությունները տապալելու։ Պարոն Դանիելյան, տնտեսություն ունենալու թե թուրքական բարեհաճությունից, թուրք-ադրբեջանական բարեհաճությունից ապրող մի հասարակություն, մի հանրություն ունենալու։ Պարոն Դանիելյան, կուզենայի անդրադառնալ ձեր դաշինքի, Հայաստան դաշինքի ներկայացրած Սփյուռքի մասով դրույթներին, որովհետև Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ ինքը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարչապետը, ակնարկելով, որ սփյուռքահայերի հետ որևէ կապ չունի։ Սփյուռքի մասով ձեր ծրագրային դրույթները կխնդրեի բացեիք։ Այդ էլ ադրբեջանա-թուրքական պահանջը որ կատարվում է կապերը խզելու եւ Սփյուռքի ներուժը չօգտագործելու։ Նախկինում ոնց ա եղել։ Երկու բառով ներկայացնենք ինչ ա եղել։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին Սփյուռքի կապիտալի հսկայական ներհոսքա տեղի ունեցել Հայաստանի Հանրապետություն։ Գաղտնիք չէ, որ նույն Քրքորյանի միլիոնավոր դոլարների ներդրումը կապված է եղել հենց այդ փոխվստահության, վստահելի կապերի արդյունքում, որ այդ ամեն ինչը եղել է։ Այդ հարյուրավոր միլիոնների ներդրումը բարեգործական ծրագրերը դա հենց այդ փոխվստահության արդյունքում ա եղել եւ Սփյուռքի հետ նորմալ կապերի արդյունքում ա եղել։ Չեմ ասում հանցմանների ընտանիքների, էլի բարիդրացիական հարաբերությունների արդյունքում էլի միլիոնավոր դոլարների ներդրումը աղետի գոտում եւ տնտեսության մեր զարգացման գործում։ Նույն տարբեր մեր մեծահարուստ հայերի, կշիռ ունեցող հայերի ներդրումային ծրագրերը, նույն Էդուարդո Էրնեքյանի ծրագրերը, բազմամիլիոնանոց ծրագրերը, այս ամեն ինչը տեղի է ունեցել այդ իշխանավարման տարիներին եւ մեր քաղաքացիները դրական առումով տեսել են դրա ամենադրական հետևանքները իրենց կյանքի որակի հետ կապված։ Հիմա մենք ինչ ենք ասում ենք, այդ մեր հայրենակիցների կապիտալը այս տարիների ընթացքում հարյուրապատկվել է,
շուրջ 400 միլիարդ կարողության մասին ենք խոսում, որ հայկական սփյուռքը ունի այդ կապիտալը եւ կան պատրաստական շատ ու շատ նվիրյալ հայրենիներ, որոնք պատրաստ են այդ ներդրումները կատարելու, պատրաստ են այդ բարեգործական ծրագրերը կատարելու։ Բայց պատրաստ են աշխատել միայն կայուն ու վստահելու, այո, պատրաստ են աշխատելու ազգային ուժերի հետ, պատրաստ են աշխատելու այն մարդկանց հետ, որոնք որ պայմանավորվածությունները պահող են, որոնք իրենց հայրենիքը սիրում են, որոնք որ արշավ չեն ձեռնարկում հայրաքելական Սուրբ եկեղեցու վրա, որոնք չեն ուրանում ցեղասպանությունը, որոնք չեն ուրանում Արարատը, այդ մարդիկ կան ու ոչ միայն իրենց ֆինանսական կապիտալի ներգրավումն է կարևոր Հայաստանի Հանրապետության, այլև իրենց մտավոր պոտենցիալի օգտագործումը։ Սփյուռքում մենք էլ ենք շատ գաղթօջախներում ենք լինում եւ մենք տեսնում ենք թե ինչքան շատ արժանապատիվ հայրենիներ կան, որոնք հաջողություն են հասել զարգացած երկրներում, տարբեր երկրներում, ունեն կշիռ, ունեն հեղինակություն եւ այդ մարդկանց պետքա բերել Հայաստան, այդ մարդկանց պետք է հարավիրել Հայաստան եւ այդ մարդիկ պատրաստական են գալ Հայաստանը շենացնել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես նաեւ մեր եթե դաշինքի մասին է խոսքը, մեր առաջնորդի մասին է խոսքը, այդ առաջնորդը ապահովելու է ներգաղթ, ապահովելու է կայուն տնտեսական զարգացում, ապահովելու է անվտանգություն եւ որպես բանակցող, որպես մարդ, որ իր փորձով, իր կարողություններով եզակի անհատներից մեկն է եւ կարողանալու է հստակ այդ հարաբերությունների եւ անձնական հարաբերությունների եւ անձնական վստահելիության արդյունքում շատ ու շատ հազարավոր մեր հայրենակիցների հրավիրել եւ ներդրումներ կատարել եւ զարգանալ տնտեսություն, մշակույթ, կրթություն, նույն տեղեկատվական տեխնոլոգիաների առումով, հիմա շատ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, բայց պիտի հիշենք նաեւ, թե որ ժամանակն է տեղեկատվական տեխնոլոգիաները սկիզբ առել եւ թռիչքաձև զարգացում ապրել։ Պարոն Դանիելյան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Հայաստան խմբակցության падգամավոր, Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Գառնիկ Դանիելյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը երկուշաբթի է։ Հաջողություն։